Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողներ, ողջունում եմ ձեզ։ Այս տարի սահմանապահ զորքերի զինծառայողի օրն ու քաղաքացու օրը համընկել են, ինչն ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդանշական է, որովհետև եւ քաղաքացին եւ սահմանն ունեն մի կարևոր հերման կետ, որը պետությունն է։ Երկրի ղեկավարը ներկայ է գտնվել ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը, շնորհավորել թե մասնագիտական օրվա, թե քաղաքացու օրվա կապակցությամբ։ Չի լինում քաղաքացի առանց պետության եւ չի լինում սահման առանց պետության։ Եվ այս խաչմերուկում, այս հատման կետում է, որ տեղի է ունենում այն գաղափարախոսական վերափոխումը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ պիտի ընդգծեմ, որ դա շատ կարևոր գաղափարական վերափոխում է, եւ այդ գաղափարական վերափոխման համատեքստում առանձնակի նշանակություն է ունենում սահմանը եւ սահմանապահը։ Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է։ Սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահը ինչ որ առումով նաեւ խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է։ Եվ մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության եւ կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է։ Վարչապետն ընդգծել է, որ այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են եւ անցել են սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել։ Որովհետեւ ես ինքս էլ արդեն եղել են նման դեպքեր եւ նաեւ մեր պետական կառավարման մյուս մարմինների ներկայացուցիչներ իրենք գնում են այդ սահմանասատված եւ սահմանագծված տեղամասեր ի ցույց դնելու, նաեւ այլ հյուրերի հրավիրելով, ի ցույց դնելու թե ինչ նկատի ունենք իրական Հայաստան ասելով, ինչ նկատի ունենք խաղաղություն եւ անվտանգություն ասելով, եւ սա չափազանց կարևոր առանձնահատկություն է։ Ես ուզում եմ ընդգծել, որ այդ փոքր քայլերը, որոնք մենք նախորդ տարի իրականացրինք եւ որի արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող եւ Հայաստանի Հանրապետության տարածքը լքող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողության ընթացքում առնչվում է միայն ու միայն բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ, սա մեր պետության անկախության, ինքնիշխանության եւ զարգացման շատ կարևոր հանգրվան է։ Միաժամանակ երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին եւ Ռուսաստանի Դաշնությանը այս ընթացքում անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար։ Մյուս կողմից ուրախությամբ եմ ընդգծում, որ չնայած ամենատարբեր եւ բոլորիդ հայտնի բարդություններից մենք այսօր կարողանում ենք իրականացնել նման քայլեր։ Այսօր կարողանում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին կարող է փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը եւ սա այն միջնաժամկետ նպատակն է, որը մենք առաջադրում ենք ինքներս մեզ։ Իհարկե, սա հնարավոր չի լինի իրականացնել առանց սահմանապահ զորքերի զարգացման եւ կառավարությունը քայլեր է ձեռնարկում սահմանապահ զորքերի կարողությունները մեծացնելու համար եւ հույս ունեմ, որ դուք ձեր ամենօրյա ծառայության ընթացքում տեսնում եւ զգում եք այդ ջանքերը, այդ ներդրումը, բայց մյուս կողմից, ինչպես մեր պետական բազմաթիվ այլ ինստիտուտներում մենք ակնկալում ենք, որ սահմանապահ զորքերի զինծառայողներն էլ իրենց քայլը կանեն, իրենց անհատական ջանքը կներդնեն, որպեսզի կառավարության ներդրած ջանքերը լինեն առավել արդյունավետ։
Այս համատեքստում վարչապետը շեշտել է կամավոր ատեստավորման գործընթացը, որը նաև սահմանապահ զորքերի զինծառայողների, պայմանագրային զորքերի զինծառայողների ընտանիքների բարեկեցության ապահովման շատ կարևոր գործիք է։ Բայց մյուս կողմից ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել նաև հետևյալի վրա։ Տեսեք, մենք ասում ենք Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողություն իրականացնելիս առնչվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Եվ սա նշանակում է, որ մարդը, ով առաջին անգամ մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն, այդ շփումից, սահմանապահի հետ ստացած շփումից է ստանում առաջին տպավորությունը, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ինչ երկիր է Հայաստանի Հանրապետությունը, ինչ ժողովուրդ է Հայաստանի ժողովուրդը եւ սա չափազանց կարևոր առանձնահատկություն է։ Եվ ես ակնկալում եմ, որ սահմանապահ զորքերի զինծառայողները, ընդհանրապես սահմանապահ զորքերը առանձնահատուկ ջանքեր կգործադրեն սեփական ծառայության կատարելագործման վրա։ Մեր սահմանապահ զորքերի զինծառայողները պետք է իմանան լեզուներ, վարվելակարգ, վարվելակերպ, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Մեր սահմանապահ անցակետերը պետք է լինեն նույնքան բարեկարգ, ինչքան բարեկարգ է գոնե առաջին հայացքից սահմանապահ զորքերի կենտրոնակայանը։ Սահմանապահ զորքերի զինծառայողների առաջ դրված է առանձնահատուկ պատասխանատվություն, որովհետև սահմանապահը, առավելապես անցագրային կետերում աշխատող սահմանապահը Հայաստանի դեմքն է եւ Հայաստանի ընկալումն է այն մարդկանց, որոնք այցելում են մեր երկիր եւ հեռանում են։ Եկեք չմոռանանք, ի վերջո դեռևս մեծ մասը Հայաստանի սահմանային կետերից օգտվող Հայաստանի քաղաքացիներն են։ Եվ նաեւ այո, քաղաքացիները ձեզ հետ շփումից պիտի պատկերացում կազմեն, իրենք էլ փոխեն իրենց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ այն բարելավելու իմաստով, բայց նրանք պետք է տեսնեն պետության եւ կառավարության բարելավող, դեպի լավը փոխվող վերաբերմունքը իրենց նկատմամբ։ Իհարկե, այս հարցում սահմանապահ զորքերը միայնակ չէ, որ պետք է գործեն, ըստ էության ինչ որ ասացի, վերաբերվում է բոլոր ծառայություններին, մաքսային, ոստիկանություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Ամփոփելով խոսքը Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհակալություն է հայտնել եւ մաղթել բարի, խաղաղ ծառայություն։ Այնուհետև ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով եւ ցուցադրական հնարքներով։ Վարչապետ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Ավազյանի ուղեկցությամբ ծանոթացել է սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին։ Այնուհետև հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։